Նկատել եք, ես վերջերս ինչքան են շատացել Հայաստանում էլեկտրական ավտոները։ Այ հենց դրա համար էլ այսօր խոսելու ենք զայրատկեքի մասին։ Սկսենք տան պայմաններում զայրատկի դնելուց։ Այստեղ ունենք օրինակի համար 2,5 կիլովատանոց, որ կարաք սովորական 220 վոլտ հոսանքից, սովորական տան ռազետկից դնեք զայրատկի։ Մոտ մի օր տևելու է զայրատկեն, կախված ձեր ավտոյի ակումուլյատորի հզորությունից։ Հաջորդը գալիս է արդեն 7 կիլովատանոց զայրատկեքը, սրանք օրինակ 7 կիլովատանոցներն են, բայց իրանք այն ոչ շարժական 7 կիլովատերն են։ Այս մեկը շարժական արդեն 7 կիլովատ է, իրան համ կարաք տանը օգտագործեք, համ էլ կարաք ձեր հետ վերցնեք այս լայրը, չերեզես պերեխատնիկ, ինչ որ միտեղ օրինակ դնեք զայրատկի։ Նաև դե կարգավորվողը ամպերաժները կարաք իջացնեք ստեղ, առհասարակ տարբեր էլեկտրական ավտոներ ունենում են տարբեր գլխիկներ։ Օրինակ այս Տեսլայի է, ամերիկական Տեսլայի է։ Այս մեկը եվրոպական Տեսլայի համար է։ Էսի GBT է։ Հիմնականում բոլոր չինական ավտոները այս ֆորմատի են լինում։ Անցնենք արագ զայրատկեքին։ GBT-ին, որտեղ որ գրած է, դա չինական ավտոների համար է։ Այս մեկը եվրոպական ավտոների համար է։ Տեսլայի պարագայում սես մի հատ պերեխատնիկ է լինում հիմնականում այդ զայրատկի տեղերում, որ սենց մտցնում եք, ով վсё ինքը դառնում է Տեսլայի զայրադաշնիկ։ Օրինակ պապայի ավտոյի համար վերցրել ենք այս զայրադաշնիկից, իրանը BIZ է, ինքը հեռախոսով կառավարվող զայրադաշնիկ է։ Դե իհարկե զայրադաշնիկը ես վերցրել եմ Charger CM-ից, իրանք իմ լավ ընկերներն են, հենց որ եթե ուզում եք զայրադաշնիկներ, դուք էլ անպայման եկեք իրանցից վերցրեք։